Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 19-ն է եւ մենք բավականին շատ նորություններ ունենք եւ անակնկալներ ունենք այսօր քննարկելու։ Խնդրում եմ չմոռանալ սեղմել լայքի կոճակը, տարածել եւ բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, մի փոքրիկ մաս մնացել մինչեւ հասնենք 110,000-ի բաժանորդներով։ Ես գիտեմ շատերը հանգստանալու են գնացել, շատերը նախընտրում են չխառնվել ներքին քաղաքական գործերին, երևի դա իրանց իրավունքն է, բայց անկախ նայից մենք խառնվում ենք այդ քաղաքական գործերին, թե ոչ, այդ քաղաքականությունը գալի ու մեր դուռը թակում է, այնպես որ չլուծված հարցերը ինքնաբերաբար չեն վերանալու։ Դրա մասին խոսալու ենք մի շատ լավ նյութի հենց վրա մի քիչ հետո, բայց ինչ եմ ուզում ասել։ Ես հասկանում եմ բոլորի իրավունքը հանգիստ ունենալու համար, բայց արեք միասին գնանք հանգստանալու այն ժամանակ, երբ որ կկարգավորենք մեր երկրի ամենաառաջնային խնդիրները գոնե, հետո միասին կգնանք հանգստանալու։ Իսկ մինչ այդ կարող եք բաժանորդագրվել։ Պատյոնին դիտել այնտեղ բոլոր հաղորդումները առանց գովազդային ընդմիջումների, միանալ երեկոյան ժամը 10-ին ամեն օր ուղիղ եթերում հարց ու պատասխանի այս հարթակում եւ ձեր մասնակցությունը Patreon-ին կլինի օգուտ մեր աշխատանքներին։ Իսկ նրանք, ովքեր նախընտրում են մեկ անգամյա օգնություններով օգտակար լինել, այդ գործունեությանը խնդրեմ համեցեք բոլոր հնարավոր տարբերակները ներքևում կան։ Եվ այսպես առաջնային նորությունների մասին։ Մենք երեք խոսացինք արդեն, որ ուրվագծվեցին են համաձայնության շրջանակները, որոնք գծվեցին Մոսկվայում Բայրամովի այցից հետո։ Եվ այսպես Մոսկվան վերադառնում է 2020 թվականին ստորագրված Բաքվի Երևանի մեջ հարաբերություններին։ Հայտարարությանը դա նոյեմբերի 9-ի կամ 10-ի հայտարարությանն է վերաբերում, որի մասին խոսում է անընդհատ Լավրովը, որը կարծես թե ուրիշ տեղ չունի բռնելու այս հարցում եւ ինքը անընդհատ խոսում է դրա մասին եւ կարծես թե ունի հաջողություններ ասպարեզում, դա է վկայում Հայաստանում ընդդիմության քայլերը։ Եվ ինչ է ասում Լավրովը, հագնակա, նայեք կարդանք։ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի եւ Բաքվի մեջ հարաբերությունների համապարփակ կարգավորմանը ուղղված ջանքերին, հիմնվելով 20 եւ 22 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի երրակողմ պայմանավորվածությունների վրա։ Այո, ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե Բաքվին, թե Երևանին տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջապատման, ինչպես նաեւ հումանիտար խնդիրների լուծման հարցում, ասել է։ Ինչը նշանակում տրանսպորտային խնդիրների մեջ շատ լավ հասկանում ենք, դա վերաբերվում է այսպես ասած Զանգեզուրի միջանցքին կամ թռիփին դուք ոնց ուզում եք ասեք, ուղղակի այստեղ տարօրինակն այն լինելու, որ նույնիսկ եմ ասում թռիփ Թրամփի անունով կարող է կոչվել մի միջանցք այն պարագայում, որ Թրամփը պաշտոնապես արդեն մեղադրվում է բռնաբարության մեջ, իսկ ոչ պաշտոնապես մանկապարտության մեջ, եւ դա մասին բոլորը գիտեն, եւ Հայաստանը կարող է լինի աշխարհում միակ երկիրը, որը մանկապարտի եւ արդեն ապացուցված բռնաբարի անունով կարող է ճանապարհ ունենալ։ Բայց դա շատ քչերին է հետաքրքրում, կարևորը աշխարհակաղակական իրենց ծրագրերը գնան իրենց ուղով։ Ինչա պետք Մոսկվային հետագումով վերահսկողություն։ Վերահսկողություն, որովհետև կարծես թե այն ուրիշ բան չունի իրեն համար ստանալու։ Նա ավելի շատ կուզեր։ Նա կուզեր դա վերահսկվեր FSB-ի կողմից անմիջական ուժով։ Բայց դա եկան են համաձայնության, որ դա կլինի ուղղակի անհատի, իրենց կողմից նշանակված անհատի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ընդունված, իր կողմից ընդունելի անհատի, որն էլ իր դեպքին Թրամփի 200 միլիոն դոլարի նվիրատվությունը արել։ Ինչա պետք Թրամփին փող, ինչա պետք Ռուսաստանին վերահսկողություն, ինչա պետք Փաշինյան Նիկոլին իշխանություն ամեն գնով, իսկ ինչա պետք թուրքական երկրներին թեկուզ ռուսական, կիսաամերիկյան վերահսկողության տակ, բայց անպայման ճանապարհ Զանգեզուրով։ Սա ընդամենը ճանապարհ չի, սա Պարիսպերի քանդում է։ Հասկացեք, սա իրանք ունեն ճանապարհ Արաքսի այն ափով, իրանք դա հետաքրքիր չի։ Իրանք չեն կարող մտնել Իրանի հյուսիսային մասը գրավել։ Իրանց պետքա բացված, քանդված, նախորոք պատրաստված ճանապարհ հենց Հայաստանի միջով, որը ցանկացած ժամանակ կարելի է գրավել, կիսել Հայաստանը երկու մասի։ Սա ինչու պետքա թուրքական աշխարհը։ Եթե պետք է ինքը դրա համար եւս մի քանի տարի կսպասի,
մինչև աշխարհաքաղաքական նոր զարգացումները։ Իհարկե այս ամեն ինչը հասկանում է նաև Իրանը, որովհետև իր համար այս պրոյեկտը ոչ մի ձևով հետաքրքիր չի, ես ասեմ ավելին, սպառնալիք է եւ ինքը դրա մասին բազմիցս զգուշացրել է Երևանին։ Իսկ հիմա հասկանանք ինչ կապ ուներ իմացածը Հայաստանյան ընդդիմության հետ։ Այս համաձայնությունից հետո պարզվեց, որ միանգամից մտնում էր խորհրդարան ընկերները։ Մտնում են խորհրդարան, ոչ մի խնդիր չունեն, ասում են 105 հոգին, որ ինքնաբացարկ էին ներկայացել, նրանք հետևի թվերն են, առաջի 29-ը չի ներկայացրել ինքնաբացարկ, հա, պետք չէ դրա տակ այլ ենթատեքստ գտնել, վերջացավ, ոչ մի բան չի փոխվել եւ իրենք կմտնեն իրենց մանդատները կստանան եւ կշարունակեն աշխատել Փաշինյան Նիկոլի համար։ Այստեղ հետաքրքիր է Քոչարյանի կուսակցության վարկագիծը, որովհետև Քոչարյանի կուսակցության 10 հոգանոց խմբակցության 8-ը, խմբակցությունից 8-ը հին դեմքերն են։ Ես հիշեցնեմ, որ այդտեղ կար Աղվան Վարդանյան, հայտնի Աղբաման Վարդանյանը, Պավլիկ Մանուկյանի կնքած, որ երթվում էր, որ ինքը երբեք Նիկոլի մոտ պատգամավոր չի աշխատի, որտեղ ինքը հոգնել է այդքան նվաստացում եւ հայոյանք լսելու այդ արարողությունից իր նկատմամբ եւ ինքը երբեք դրան չէր գնա։ Բայց այսօր ասես դե չունենք, չէ ինչ եղավ, ինքներ կգնա, Իշխան Սաղաթելյանն կգնա, որտեղ փողը քաղցր բանա, պատկերացումը մանավանդ այս կարգի ճոխ 5 միլիարդ նախատեսված է այս տարի։ Այդ չեմ ասում, որ կրկնակի պատկերացվեցին, էլի այս ամսվա մեջ այնտեղ է նաև լինելու ոչ ավել ոչ պակաս Ռոբերտ Քոչարյանի կրսել որդին Լևոն Քոչարյանը, ամեն ինչ լինի կոնտրոլի տակ։ Խոսքով պետք չի Նիկոլին մենակ թողել խորհրդարանում, կօգնեն, կաջակցեն ուղիղ այդպես, ինչպես անցած 5 տարիներին։ Ուղղակի ես այդքան լավապես չեմ, որ նախ Հայաստան այս կարգավիճակով 5 տարի կգնա, կդիմանա, երկրորդն է, որ Նիկոլը ծրագիր ունի 5 տարի ղեկավարել։ Նիկոլը գուցե ծրագիր ունի հավերժ ղեկավարել, բայց իր թուրքական պատվիրատուների պլանները լրիվ այլ են։ Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Ես հիմա ինչ եմ ակնկալում։ Բազմաթիվ պարկեշտ մարդիկ, նոր երիտասարդներ ես տեսել եմ մեդիայում, հայկական մեդիայում եւ քաղաքական դաշտում, իրենք լուրջ դեմքով պնդում են, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է հեռացնել բացառապես Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձեռքով։ Ես իհարկե բանավիճելու այդքան ոչ էներգիա ունեմ, ոչ նպատակահարմար եմ գտնում այդ process-ը, ուղղակի ակնկալում եմ իրենց գնահատականը, գուցե կարծիքի վերանայումը, որպեսզի մենք կարողանանք գոնե քաղաքական կուլտուրան ունենալ էլի։ Ասել կներեք, մենք սխալ ենք, ասել մեզ խաբեցին, ասել որ եւի քաղաքական հասունություններս չբավարարեց, որ հասկանենք, որ այս աստիճան կարելի է ցինիկ ու լկտի լինել քաղաքականության մեջ։ Խոսքը իրաց մասին չի, խոսքը մանդատներ վերցնողների մասին է։ Միշտ կարող է լինել, այո, սա առաջի դեպքը չի, սա առաջի տարին չի, մենք այսպես ապրում ենք անկախությունից հետո բոլոր ընտրությունները։ Այստեղ նոր բան չկա, երևի սա նորա այն մարդկանց համար, ովքեր նոր են մտել քաղաքականություն։ Ամեն դեպքում մեր քաղաքական համերաշխության համար ես ակնկալում եմ այս բաները, վերարժևորումները, որովհետև ինչ կանեն իրենք, սրիկաներով վերելու, դա կանեն իրենք, իրանք սեստերեն ծանելեն։ Իմ համար շատ կարևոր է ինչ ենք մենք անում, որքանով է մեր համերաշխության կոնսենսուս ճշմարտության շուրջ, ոչ թե մեր քաղաքական ամբիցիաների կամ ճաշակների, դրանք կարող են տարբեր լինել, հա, ու պետք է որ տարբեր լինեն մեր ճաշակները, բայց կոնսենսուսը ճշմարտության նկատմամբ սա ես համարում եմ կարևոր հանգամանք մեր երկիրը փրկելու երևի, հա, փրկելու վերակառուցելու համար։ Եթե մենք չունենք կոնսենսուս ճշմարտության շուրջ եւ պիտի մնանք ուղղակի ասես, եթե ինձ ավերաբերվում ուրեմն ճիշտ է, եթե քեզ ավերաբերվում ուրեմն սխալ է,
ֆորմատի մեջ Փաշինյան Նիկոլները միշտ հաղթելու են, որովհետև իրանք չեն հաղթում մեզ, մենք ենք օգնում իրենց։ Ինչպես հիմա օգնեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը։ Այո, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը դարձրեցին Փաշինյան Նիկոլին վարչապետ։ Թող սրա վրա էլ ոչ մեկ չկասկածի։ Այն պահից հենց իրենք մտնում են խորհրդարան, իրանք դարձնում են Փաշինյան Նիկոլին վարչապետ։ Թե ինչ կլիներ, եթե իրանք չլինեին խորհրդանում, շատ պարզ։ Գուցե Փաշինյան Նիկոլը էլի կլիներ վարչապետ, այն տարբերությամբ, որ իրեն դարձնողը չէին լինի իրեն թշնամի համարող եւ ամեն գնով Նիկոլ Փաշինյանին տապալել երազող այդ երկու ուժերի ձեռքով։ Այս բանագայում ունենք այն, ինչ ունենք։ Իսկ հիմա գնանք շատ կարևոր մի նորության հետևից։ Այսպես մի բան կարդացի այսօր, որ Իրանը առաջարկել է Հայաստանում սարքել նավթավերամշակման գործարան։ Ես տարածեցի, քշում եմ այդ պահի, ես ցած բաներ եմ անում, մեկ թերթում եմ, տարածում եմ, որ հետո նայեմ սա ինչի մասին է։ Եվ գնացի համապարփակ հասկանալու սա ինչի մասին է։ Այսպիսի փաստորեն ծրագիր է եղել դեռ վաղուց, եւ դա ակտուալ է մինչեւ հիմա։ Եվ այս մասին քննարկել են ընդամենը մի 2 շաբաթ առաջ, ես ասեմ։ Մայիսի 21-ին 2026 թիվ Հայաստանի դեսպանը Իրանում համապարփակ տնտեսական ծրագրեր են կնքել, ճանապարհին վերաբերյալ հյուսիս-հարավ ճանապարհի վերաբերյալ խնդիրներ են քննարկել, եւ ես պետք է ասեմ, որ վստահաբար այս հարցը քննարկվում է նաեւ եւ կլինի նախատեսվող Հայաստան-Իրան համագործակցության, ընդորում ասեմ, տնտեսական եւ ռազմական համապարփակ համագործակցության ծրագրի մեջ, որտեղ ինքներդ մտածեք, ինչ է նշանակում Իրանի հետ տնտեսական եւ ռազմական համագործակցություն։ Ինչ ունենք մենք Իրանի հետ ընդհանուր տնտեսական։ Թվում է թե շատ քիչ բաներ։ Հեռանկարներ, անշուշտ, շատ։ Այդ ինչ պետքա լինի այդ ծրագրի մեջ, համաձայնագրի մեջ, որ դա կարելի լինի կոչել տնտեսական։ Հետո ռազմականի մասին խոսենք։ Անշուշտ ամենամեծ ծրագիրը, որը ակտուալ է եղել եւ առաջարկվել է Հայաստանին պարբերաբար դեռ 2006 թվականին։ Հիմա հասկանանք ինչու դա չի իրականացվել։ Ադրբեջանցիները միանգամից ուրախ գրում են, որ չեղավ, չիրականացավ նավթավերամշակման գործարանի շինարարությունը Մեղրի տարածքում։ Իհարկե, իրենք սրա համար ուրախ են, իսկ ինչ ենք մտածում։ Եվ այսպես հոդվածում կարդում ենք, սա արդեն փետրվարին գրված հոդվածը։ Հիշեցնում եմ, որ ծրագիրը ուժի մեջ է։ 2006-2009 թվականին, հիշեցնեմ, որ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ, քննարկվել է եւ դա 2007-ին կասեցվել է Ռուսաստանի կողմից, սանկցիաներով, իրենց ազդեցությունը, որպեսզի բան չի կարող լինել եւ պետքա Հայաստանը նավթ, գազ գնի բացառապես Ռուսաստանից։ Մինչդեռ առաջարկում էր գործարան սարքել, որ արժեքը պետք է լիներ մոտավորապես 1.7 միլիարդ դոլար, եւ որը տեղում կարող էր վերամշակել մինիմում 5.5 միլիոն տոննա իրանական նավթ, որից կառանձնանալ 3.3 միլիոն տոննա դիզել, 2.8 միլիոն տոննա բենզին։ Եվ ընտեղից փաստորեն պետք է լիներ տանել քաշել նավթատար ընդամենը 330 կիլոմետր Թավրիզից մինչև Մեղրի։ Ամեն ինչ պատրաստ էր, համաձայնությունները կար։ Դե Ռուսաստանը միանգամից դրեց, որ չէ, մենք դա թույլ չենք կարող տալ, ինչպես գազի ներմուծումը ցույց տվեցին, 1.5 մետր դիամետրով խողովակ իջացեցին մինչև 75 սանտիմետր ու այդքանով Ռոբերտ Քոչարյանը հպատակվեց ու մնաց։ Բայց դա չի նշանակում, որ ծրագիրը չկա, դա չի նշանակում, որ առաջարկությունները չկան, առավել եւս այսօր։ Ինչ է կատարվում այսօր։ Ռուսաստանը սպառնում է գազի եւ նավթի էմբարգո, իսկ Հայաստանին առաջարկում է նորից նավթավերամշակման գործարան Մեղրիում, արդեն նոր պայմանագրով։ Եվ ինչպես տեսնում եք, Հայաստանի կառավարությունը ոչ մի բան այդ կողմից մասով չի խոսում։
բացարձակապես ոչ մի բան չի խոսում։ Մինչդեռ այդ ծրագիրը, եթե իրականանա, Հայաստանին ոչ միայն կտար էներգետիկ անկախություն, այլև այսօր մենք չենք իմաստ չէր լինի նավթ ու բենզին ներկրել ոչ Ռուսաստանից, ոչ էլ առավել ևս Ադրբեջանից։ Հակառակ, գուցե հենց մենք նավթ վաճառենք, ոչ թե նավթ, բենզին, չէ՞ որ Բաքուն բենզին ներմուծում է Ռուսաստանից եւ ոչ միայն Ռուսաստանից։ Չնայած Ռուսաստանում արդեն չկա էլ բենզին, չի էլ արտադրվում բնի, բայց Բաքուն ինքը բենզին չի արտադրում։ Ինքը ներմուծում է, իսկ Վրաստանով իմջարոց։ Իսկ Հայաստանը ներմուծում է Ադրբեջանից, միջնորդից։ Մինչդեռ մենք կարող էինք, եթե վաճառել, թող մենք վաճառենք, Ադրբեջանը մեզանից կախվածություն ունի։ Եվ ինչպես տեսնում եք, հայկական մամուլն ու ընդհանրապես կառավարությունը ձայն չի հանում այս ծրագրի մասին, որպեսզի հանկարծ Հայաստանի բնակչության մոտ հարց չառաջանա։ Ինչու դա չի արվում։ Ինչու միջև հիմա պատրաստ չի հյուսիս-հարավ ճանապարհը, որը պետք է անցնի Մեղրիով, Իրանով, եւ այդ ճանապարհով կարելի է այո սարքել նավթավերամշակման գործարան ու Հայաստանի դերը տարածաշրջանում բոլորովին կփոխվի, հա։ Մենք այդ նույն նավթամթերքը ոչ միայն Ադրբեջան կարող ենք վաճառել, այլ Վրաստան եւ այսօր Ռուսաստանն էլ մեզանից կառնել հաստատել բենզին։ Դե ինքը չունի այլից։ Ինչ որ է, մենք տեսնում ենք Իրանի նպատակադրված փորձերը մեզ օգտակար լինել պետք է, այսինքն քաշել տնտեսական համագործակցության այն ֆորմատի մեջ, որը առաջին հերթին պետք է Հայաստանին։ Իսկ Հայաստանի իշխանության կողմից այս ծրագիրը անընդհատ չեղարկելու, հետմեղելու, իմջելոց վերջի բանը առաջարկությունը դրած է, որ եղել է 20 թվականին։ 20 թվականին է եղել, 20 թվականի փետրվարին։ Հիշեցնեմ, որ 20 թվականի փետրվարին հեսա գտնեմ այս մասը ցույց տամ ձեզ։ Խնդրեմ։ Ֆևրալի 20 года Հայաստանին հիշեցրել են, որ այդ MPZ-ի նավթավերամշակման գործարանի բանը ծրագիրը ուժի մեջ է։ 20 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը այլ ծրագրեր ուներ։ Ինչ նավթավերամշակման գործարանի շեն, դեռ պետք էր կազմակերպել այդ պատերազմը, դեռ պետք էր Արցախը հանձնել։ Բնականաբար էլի ինչպես Միսկի խմբի առաջարկությունը ամեն ինչ մնացել է անպատասխան։ Հաս Նիկոլ Փաշինյան ընտրածներին։ Դուք այստեղ դավաճանություն, երկրի տնտեսության նկատմամբ սաբոտաժ, թշնամական գործողություններ տեսնում եք թե չէ։ Շարունակեմ, էական չի, տեսնում եք թե չէ։ Դա արկա է, որովհետև իրավագիտությունը ընդհանրապես նման գործողությունները դա ճաշակի ոլորտից չեն։ Սրանք շատ կոնկրետ գործողություններ են, այսինքն գործողությունների բացակայություն են, իսկ անգործությունը նույնպես հանցագործություն է։ Այնպես որ Նիկոլ Փաշինյան ընտրողները ես ձեզ ամեն օրվա ռեժիմով եմ հիշեցնելու, որ դուք հանցակից եք Նիկոլ Փաշինյանի կատարված, կատարվող եւ ապագայում սպասվող հանցագործություններ։ Հիմա տեսնենք ինչով կավարտվի այն պայմանագիրը, որը հիմնավորապես պատրաստում է իրանական կողմը եւ պատրաստում է Փաշինյան Նիկոլին հրավիրել Թեհրան եւ ասել դե հիմա ստորագրի սա։ Ասենք առաջ։ Ուրացման process-ը Հայաստանում դավաճանության process-ը գնում է շատ ավելի արագ, քան ցանկացած նախաձեռնություն, որը կարող է Հայաստանին տալ տնտեսական, քաղաքական զարգացում, սոցիալական համերաշխության նկատմամբ։ Ոչ։ Փաշինյան Նիկոլը ինքը իր տեսակով եւ կառուցվածքով եւ հմտություններով մասնագիտական որակավորումներով ունակ չի նման process-ների, հետեւաբար ինքը անում է այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում։ Մենք լսենք։ Մինչ անթիվ անհամար հոլովակներ ենք տեսնում ամբողջ համացանցում ու տարիներ շարունակ, թե ինչպես են մեր հետ իբր խաղաղության գնացող Ադրբեջանի դպրոցներում մանկահասակ երեխաներին սովորացնում ատել բոլոր հայերին, ՔՊ-ի օրոք Հայաստանում ուրացումը հասել է դպրոց, հասել է մեր փոքրիկ երեխաներին։ Սյունիքի մարզից է հետևորդուց, նամակը այստեղ տեսնում եք, Բալիկը դպրոցում պետք է հանդեսի ժամանակ Արցախի մասին այսպիսի բանաստեղծություն արտասաներ։ Հանդեսից 3 օր առաջ
երեխային ասվել է, որ բանաստեղծությունը հանդեսին չի ասելու, ու երբ հետևորդուից, ում համար սա կարևոր է, զանգահարում հարցնում է, թե ինչումն է պատճառը, ուսուցչին պատասխանում է, որ վերևից հրաման կա ու պատճառն Արցախ բառն է։ Ինչ մասշտաբի է հասել ուրացումը, որ երեխաների հանդեսների մասին ենք արդեն խոսում։ Դասագրքերից սկսած, հանդեսներով վերջացած մի սերունդ են ուզում մեծացնեն, որի համար Արցախն առ ոչինչ կլինի։ Հեռու մի պատմություն։ Մեր ժողովրդից, որը 100 Ոչ միայն առ ոչինչ, անցանկալի, որը վտանգավոր է նույնիսկ արտասանել։ տարի անց աշխարհի որ կետում էլ լիներ, Արևմտյան Հայաստանը չուրացավ, Արցախի հայաթափումից ընդամենը 3 տարի անց, տեսեք ինչ են սարքում, էլի մի հատ զգացեք։ Սա մի ամբողջ ազգի ինքնության վերակերտում է, ինքնության ռեկոնստրուկցիա։ Ոչ միայն պատմությունն են փոխում իբր վերաիմաստավորում են, նույնիսկ գաղափարներին, որոնք նախկինում բոլորից համար նույն նշանակությունը ունեին, հիմա փաստորեն նոր իմաստներ են տալիս։ Այդպես հայրենիքը դառնում է միայն պետություն, հերոսը հարկատու, Արցախն էլ Ղարաբաղ, ու ընդհանրապես ավելի լավ է չխոսել։ Այսպիսի բաները, որ լսում ենք, անզորություն ենք զգում ու մտածում ենք ինչպես կարող է մարդը անհատը սրա դեմ պայքարել, դժվարությամբ, մեծ դժվարությամբ, բայց պիտի պայքարենք։ Օրինակ, հետևորդուս պես, ում համար այս մեկ բանաստեղծությունը իր երեխայի հանդեսին մանրուք չի, փոքր բան չի, խոսելու, պայքարելու առիթ է։ Սա է դիմադրությունը։ Յուրաքանչյուրս այս ապազգայինի դեմ, այս ինքնության ռեկոնստրուկցիայի դեմ դիմադրության մեր տեղն ունենք, ու անկարևոր պայքար, անկարևոր հարցեր այստեղ իրականում չկան։ Ընդամենը 3 էր ես, որ խոսեցի Անուշավան Տեր-Ղևոնդյանի երաժշտական դպրոցում, Ավանտե երաժշտական դպրոցում նման դեպքի մասին, երբ որ երեխան նկարել էր Արցախի տատիկ պապիկը եւ այս երիտասարդը ասել է սա հակապետական գործողություն է, որը տնօրենն է, տնօրենի պաշտոնակատար կամ էլ մեկն ասում է չէ, պաշտոնակատար չի, մեկն ասում է պաշտոնակատար էական չի, տնօրենը ասել է սա հակապետական գործողություն է, հանել է տվել։ Որի արդյունքում ուսուցիչն է հրաժարվել աշխատել այդ դպրոցում, երեխան այլևս չի սովորում այդ դպրոցում, հրաժարվել է եւ ես կոչ եմ անում բոլորին, նորից կոչ եմ անում բոլորին, ովքեր դասավանդում են կամ հաճախում են այդ դպրոց, հրաժարվել բոյկոտել հաճախել դպրոց, քանի այս երիտասարդը տնօրենի պաշտոնում է։ Ես, ինչպես ասել եմ, մինչև երկուշաբթի ինքը ժամանակ ունի, ինչպես այսօր նայում եք, ինքը արդեն արգելափակել է YouTube, Facebook-ում իր նկարը տարածել է, որ ինքը տեսնի, որ ես իրան ժամանակ եմ տալի, բայց ինքը մոռացել էր, ինքը կարող է արգելափակի իր Facebook-յան էջը, բայց մենք հեռատես մարդիկ ենք այդ ամեն ինչը նախատեսելով, հիմա իր նկարի սկրինշոթն է դրված, որ ինքը չի կարող հանել։ Եվ ընդհանրապես մարդկանց ուղեղներից հանցագործությունը հնարավոր չի ջնջել, այսինքն մենակ այն հանգամանքը, որ դու կարող ես մեկին երկուսին արգելափակես, հանցագործությունը դրանից չի վերանում։ Իսկ առավոտ շուտ արդեն ամբողջ գիշեր ես մտայի, ես գիշերը քնելուց առաջ էի արդեն գրել առավոտի լրագրող շատ հարգելի Աննա Իսրայելյանին, որը ռեպորտաժ էր պատրաստել այդ մասին, խնդրեցի, որ անպայման նի ինձ համար կոնտակտները այս աղջնակի ես ուզում եմ անպայման իր հետ խոսեմ։ Եվ այսպես առավոտ աչքերս բացեցի, արդեն պատասխանը կար, հեռախոսի համարով, մի խոսքով այս գեղեցկուհու մասին է խոսքը եւ այս նկարի, որտեղ եթե տեսնում եք ինքն է պատկերել իրեն, որ նկարում է տատիկ պապիկին։ Փոքրիկ Եվա, ես իհարկե խոսեցի ծնողի հետ, ասեցի, որ անպայման եթե իր թույլտվությամբ ես նկարը կտարածեմ եւ խնդրեցի իմ եւ ձեր բոլորի կողմից պինդ գրկել Եվային եւ ասել, որ ինքը մենակ չի, ասել, որ մենք բոլորս իր կողքին ենք։ Ես ինձ թույլ եմ տվել ձեր անունից դա ասել, որովհետեւ ես վստահ եմ, որ այս հարցում դուք աջակցում եք ինձ հաստատ։ Ես ասեցի, գիտեք ինչ, այս նկարի եթե այս պատին մնար այդ նկարը կարող էր տեսնել երևի 10-15 կամ 20 հոգի, հիմա այս գործողության արդյունքում այս նկարը արդեն տեսել են 100,000-ից ավելի մարդ։ 100,000-ից ավելի մարդ։ Չէր կարող լինել ավելի մեծ նվեր Եվային, քան այն ստորությունը, որ կատարեց իրենց դպրոցի տնօրենը, որի արդյունքում մենք անդրադարձանք, ես ասեմ ավելին, հաջորդ քայլով մենք սա աճուրդով կվաճառենք։ Ես ինքս պատրաստ եմ այս նկարը
գնել։ Եթե մեկը կտա ավելի բարձր գին, Եվային դրամար կվճարի, ես սիրով կզիջեմ։ Սպասենք, մինչև մենք այս նկատակ ունենանք արդեն փեղկի մեջ, հայրիկը խոստացավ անպայման սա անել։ Մենք այս ձևով նաև կողոքեվորենք ու ամենակարևոր բանը թող իմանան բոլորը, սա մեր բոլորի ցավն է, սա մեր բոլորի հոգու հետ արձագանքող թեմա է եւ մենք ոչ մեկին չենք թողի մենակ մնա այս հարցում։ Ոչ մեկին։ Խնդրեմ։ Նայ, ինքն է նկարել, իր մազերով սիրում։ Այս երեխուց մանկությունը տունը տեղը զրկել են, խլել են հերիք չի, հիմա հիշողությունն են խլում ու սպառնում են, թե հակապետական գործողություններ է անում։ Եվ այսպես ամեն դեպքում ասեմ, որ ժամանակը գնացել է, մինչև 2 շաբթի ժամանակ ունի այս երիտասարդը եւ բոլոր տնօրենները, ովքեր մտել են այս խաղի մեջ, շատ լավ պետք է հասկանան։ Իրենք ինչպես երիտասարդը տնօրենը, այս իմիջիալոց խնդրում եմ անպայման տեղեկացրեք եւ ասեք, որ դպրոցի տնօրենն է, որ Սյունիքում արգելել է Արցախ բառը օգտագործել բանաստեղծության մեջ։ Ես ուզում եմ բոլորի ցուցակ ունենամ։ Ես նրանց բոլորին անմատախիլ եմ անելու։ Բոլորին պետք է իրանք իմանան, որ մենք իրենց մասին գիտենք ու իրենց հետևից գալու ենք, ինչպես էս երիտասարդը։ Ինքը մինչև 2 շաբթի ժամանակ ունի այս ամեն ինչը լուծելու, ներողություն խնդրելու, դիմում տալու, ազատվելու համար։ Հասկացեք ի վերջո։ Սա նրանից չի, որ ես ուզում եմ վնաս տամ կամ սպառնում եմ ինչ-որ բանով, չէ։ Դուք այն գործիքն եք, որով քանդում են մեր պետականությունը։ Ես ձեզ չեմ ճանաչում, իմ համար մեկ է։ Ով եք դուք, ինչ եք դուք։ Դուք քանդում եք իմ պետականությունը։ Ես դա չեմ թողելու բոլոր հնարավոր մեթոդներով։ Եթե ձեր համար միևնույն է, ինչ կլինի ձեր գործողությունների արդյունքում, եւ դուք չեք կարողանում գնահատել դրա վտանգները, ես տեսնում եմ եւ ես գնահատում եմ։ Եվ ես զգուշացնում եմ, մի արեք։ Մի արեք։ Բացի այն, որ դուք մնալու եք հավերժ թշնամի ու թիրախ, դուք զրկում եք ձեզ ու ձեր սերունդերին երկիր ունենալու, արժանապատիվ երկիր ունենալու իրավունքից։ Այս մասին մի փոքրիկ բան է գրել Անուշը, ուզում կարդամ։ Խնդրեմ, ես ասում աշխարհում ոչ մի բան չկա նոր, ամեն ինչ եղել է։ Հետևանքներն էլ ախր նայեք ինչ ա եղել, էլի։ Ես այս երկու դպրոցի տնօրեններին ասեմ, ձեր նմաններին Փարիզը ազատագրելուց հետո խոզում էին գլուխները, որ հերվից տեսնողները բոլորը ճանաչեին, որ սրանք այն կոլաբորանտներն են։ Այ հիմա կարդանք ինչ էր կատարվում Ֆրանսիայի մեջ ժամանակ։ Ուրեմն Ֆրանսիայի ֆաշիստական օկուպացիայի ժամանակ վետո էր դրված եղբայրություն, ազատություն, հավասարություն սլոգանի կարգախոսի վրա, իսկ այդ եղբայրություն, ազատություն, հավասարություն կարգախոսը դա Փարիզի հեղափոխության Բաստիլիա գրավման, ազատագրման ավելի ճիշտ խորհրդանիշն էր։ Սա ֆրանսիական հեղափոխության կարգախոսն էր։ Իսկ այդ ժամանակ գերմանական օկուպացիայի աշքելանք է դա, ոնց որ Արցախ բարի վրա։ Ոնց է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հիմա աշքելանքա դրված։ Արցախը Հայաստանը եւ վերջը դա կարգախոսն էր, որով ազատագրվեց Արցախը, հիմա աշքելանքա դրված դրա վրա։ Հիմա թուրքական օկուպացիայի կողմից, այն ժամանակ գերմանական օկուպացիա, հենց օկուպացիան էլ ֆրանսիական հեղափոխության կարգախոսի վրա էր դրել աշքելանք։ Ինչ հնարավոր էր պատրում թափում էին, տեղը ինչ որ անկապ երրակ են հորինել մոտավորապես ընտանիք դիսցիպլին, բլա չեմ ասում, չեմ հիշում, ընտանիք դիսցիպլին։ Հիմա ինչ են ասում, խաղաղություն։ Այ ֆրանսիական միլիցիան, միլիցիա էր անունը, պոկում ջնջում էր դա որտեղ հնարավոր է, ֆրանսիական միլիցիա էր այն ժամանակ, միլիցեկը։ Ասում են, որ դա անիրական լոզունգ է, Ֆրանսիային պետք է իրական լոզունգ է, լրիվ իրական Հայաստանի պատկերն է։ Հիմա Արցախի նկարը չեն պոկում, այն պատճառով, որ ինչ-որ մեկը տգետ է, մյուսը ագա երկրորդը դավաճան։ Սիստեմ, օկուպացիա, կմտնի ձեր գլուխը մի օր այդ երեխան, որ Ֆուձիամայի նկարեր լրիվ օքեյ էր։ Ինչ ասում, որ Ֆուձիամա նկարել լրիվ օքեյ էր լինելու, Արարատ
կամ ասենք պապիկ, դա վտանգավոր է։ Ինչ եմ ուզում ասեմ ձեզ։ Այս ամեն ինչ եղել է։ Այս ամեն ինչ եղել է։ Ֆրագմանը բոլշևիկներն քանդում էին եկեղեցին, սրբապատկերները, ցարի նկարները, որ դերսկար հնարավոր պոկում էին, որտեղ համարում են, որ այդքանի սրանք կան, իրենք չեն կարողանում կոմունիզմ կառուցել։ Կոմունիզմ իրենք դենցել չկարողացան կառուցել։ Ճիշտ է, քանդեցին ինը, նոր ընդհանրապես չկարողացան կառուցել, եւ դրա պատճառով սկսեցին սպանվել բոլոր նրանք, ում ձեռքով պետքա կոմունիզմ կառուցեն, համարելով, որ առաջի բանը սաբոտաժ անողները դրանք են, վդիձիցելի։ Այն ժամանակ Ստալինը դրանց տենց էր կոչում, ով չէր կարողանում իրանց երազածը կառուցել, հենց իրանց մեջից կոչում են դրանք վդիձիցելի եւ գնդակարում էին վնասատուների որպես։ Այնպես որ տնօրեններ, դուք մտել եք մի պարտականության տակ, որը տանում է բացառապես ձեզ առաջին հերթին դեպի կառապնանալ, որտեղ Նիկոլը ասել է ես չեմ արել, դա իրենք են արել։ Տեսնում եք այս տողը։ Վիգենավետիսն է քանդակագործ, որը Շուշիում սիմպոզիումներ էր կազմակերպում, բավականին հաջող հրավիրում էր բաների, քանդակագործների, նրանք մաստեր կլասներ էին անում, երեխաների հետ աշխատում էին եւ այդ քանդակները մնում էր Շուշիում։ Այսօր ինքը խոսում է նա մասին, որ Ծառուկյանը քանդակագործին գցել էր առջի վանդակը, վախից մահացավ, պատժում էր, ու ոչ մի բառ այս ամեն ինչի մասին։ Իսկ ինքը մի հատ քանդակ ունի, մի քանի քանդակ ունի, Մասիսի պատկերները, ուզում եմ տեսնեմ, ինչու միջև հիմա չի կոտրել այդ քանդակները, եւ երբ է պատրաստվում դրանք հանել ընդհանրապես ցուցադրումից, այս ինչ պահանջատիրությունը, այս ինչ թշնամական վերաբերմունք է։ Իսկ ինչ վերաբերվում է Ծառուկյանի վանդակը ցած քանդակագործի մասին, Վիգենավետիս, եթե նման բան կար, ուրեմն ինքը պետք է վաղուց ձերբակալված լիներ Ծառուկյան Գագոն մարտահրավերության համար։ Մենք բոլորս գիտենք, որ մինչև 26 թվականի հունիս ամիսը նա ձերբակալված չէր, թե հուլիս նույնիսկ ձերբակալված չէր, որը նշանակում է մի բան, կամ դու ստախոս ես, զրպարտում ես, կամ իրոք այդպիսի բան եղել է, եւ քո իշխանությունները թաքցրել են հանցագործություն։ Ինքդ ընտրի որ տարբերակն է, կամ դու որ ես իշխանության կողքին ես, դու համահանցակից ես, բնականաբար դու արդեն համահանցակից ես, որը նաև Ծառուկյան Գագոյի հանցանքներն է կոծկել, կամ էլ դու ստախոս ես, դες բան չի եղել։ Ընտրի, որն ուզում ես իմ ընտրի, իմ համար մեկ է, ու ամենակարևոր հարցերն է, երբ ես քանդելու այդ քանդակները, ցեղասպանության մասին խոսող Մասիսի Սարգսյանը, երբ, ընդ որում ցուցադրական, որ Նիկոլը տեսնի Էրդողանն էլ Շոյվի դրանից գուցե նոր զակազներ ստանաս, չի բացառվում, անպայման կստանաս, չկասկածես, բոլորը լավ վճարվում են, վարձատրվում են, դավաճանները ընդհանրապես միջև սատկացնելը դրանց լավ են վճարել իրենց գործերի համար։ Հա, ուղղակի բոլորը ավարտում են նույն ձևով, բայց միջև այդ նենց է յուղում գլուխները, մեղրի մեջ են պահում։ Այնպես որ, սպասում արձագանքի, այս մասով, մեկ էլ են մասով, անպայման։ Այսպիսի մի հոդված կար, Ղազինյաններն են ինջելով ծանոթացեք, հայրու որդի, եկցնել իրավաբան, ինչքան ես եմ ճանաչում, ինչքան ես գիտեմ դեռ Երևանից, Զարը Մակայելյանը գրում է, պատկերացրեք դուք Գագիկ Ղազինյանն եք, իրավաբանության գիտությունների դոկտոր, ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր իրավաբան, մի ամբողջ կյանք եք իրավաբանությանը, համալսարանին, պետությանը, ես Այդի Ղազինյանն եմ գիտեմ։ Այս երկրի փաստաբանների, դատավորների, դատախազների, իրավաբանների ճշով մեծամասնությունը ձեր ղեկավարած ֆակուլտետի շրջանավարտներն են։ Հետո գալիս է մի իշխանություն, որի անդամները լավագույն դեպքում թուրքական համալսարաններում են սովորել, իսկ մեծամասամբ անգամ բարձրագույն կրթություն չունեն։ Ու ձեր տղաներից մեկին, արդեն տղային, Ղազինյանին, առանց հիմքի ապացույցի տանում են նստացնում քրեական գործ, որը ոչ մի իրավական փաստարկ չունի, այլ իրավունք հետ աղերս անգամ չունի։ Այնքան անհետեթ, որ ձեր իսկ ֆակուլտետն ավարտած դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում։
որ այդ հիմարությանը չանեն, ձեր ֆակուլտետը հասկանում են ինչա նշանակում իրավաբանություն, իրավագիտությունը։ Միայն գավառի համալսարանի շրջանավար դատավորն է համաձայնվում կալանքի հարց քննել։ Իսկ գավառի ինչ որ համալսարան իրավաբանություն ունդեղի չգիտեմ որտեղից, քանի որ չի լսել Ղազենյանը ով է, հերսել Նիկոլին տենց է պետք է մուրճը խփել է էլի սենց։ Ասեք 71 տարեկան ակադեմիկոսը ոնց չխելագարվի։ Մարդ, որի համար իրավաբանությունն ու օրենքը արժեք են եղել, ոնց ընդունի, որ իրավունքը կարելի է այս աստիճան ծավալել։ Հենց տենց։ Հենց տենց։ Հիմա ես այս առթով, այս կարճ նյութ եմ ուզում ցույց տամ, հուսով եմ YouTube չի արգելափակի։ Видите, вы стоите на самой низкой ступени развития. Вы еще только формирующееся, слабое в умственном отношении существо. Все ваши поступки звериные, и вы в присутствии двух людей с университетским образованием позволяете себе давать советы космического масштаба и... Մեծ փորկայի ընկերների համար թարգմանեմ, ասում եմ նկարագրում է Շարիկովին, որ շնից մարդ ասացել Նիկոլ Փաշինյանն է, իր ամբողջ շրջապատով հետևողներով հանդերձ։ Սա համապարփակ կերպար է, սա առանձին կերպար չի։ Հստակ կարող եք ասել, սա ինտելեկտի, ճաշակի, քաղաքակրթության մի ամբողջ համադրություն է Շարիկովի դեմքի մեջ, կերպարի մեջ, էլի։ Եվ ինչ է ասում պրոֆեսորը, ասում է դուք ամենաստորին խավի ներկայացուցիչ ես, անգրագետ, բռիտգետ, դու քեզ թույլ ես տալի ակադեմիկոսների ներկայությամբ տիեզերական կարգի բաներ քննարկել, ով է քեզ այդ իրավունքը տվել։ Космической же глупости. Ու նաև տիեզերական հիմարության, ինչ որ իրենք խոսում են, նույն Վիգեն Ավետիսը, նույն Նիկոլ Փաշինյանն ու բոլոր Նիկոլ Փաշինյանն ու Վիգեն Ավետիսը։ Том, как все поделить? Թե ինչպես ամեն ինչ կիսել։ А сами в то же время наглотались зубного порошку. Իսկ միևնույն ժամանակ ասում է Ադամի խոզանակ է կուլ տալիս։ Նույն Փաշինյան Նիկոլ է։ Третьего дня зарубите себе на носу, что вы должны молчать и слушать, что вам говорят. Учиться и стараться стать хоть сколько-нибудь приемлемым членом социального общества. Ես մականջի թող արա, դու միակ բան կարաս անես։ Լրես ու լսես, միջև կդառնաս ինչ որտեղ ընդունելի ընկալելի այս հասարակության համար։ Ես այն չեմ ցույց տալի։ Այս Ղազենյանի պատմությունն ասա։ Նիկոլները մի օրվա մեջ չառաջացան։ Ինձ որ ասում են ինչ անենք, ամենտեղ սրանք են, ոնց քարը կգցում է սրանց է կպտում, չէ, դες չի։ Չընտրողներն ավելի շատ են, ուղղակի պրոֆեսորի նման սկզբունքային մարդիկ, որ կկանգնեն, կասեն տեղդ վերընգի, այսենց, կասեն լռի ու լսի։ Молчать и слушать. Այսենց սրանց մատ թապտվող, որ Նիկոլացիներ, շատ բառը այստեղում շատ համապարփակ է, Նիկոլից ծնվածներ կամ նույն ձևի առաջացներ, դուք խոսալու իրավունք չունեք, դուք պետք է լռեք ու լսեք, ակաժների հետ օղարեք դա։ Միջև կաճեք մի քիչ, որ դուք իրավունք ունենաք, կարծիք ունենալու։ Սուր մեկը գրել ասում ես Նիկոլ եմ ընտրել կարծիք ունենալու իրավունք չունեմ, չէ, որտեղ դա կարծիք չի։ Դու չես կարող մանկասպանի նկատմամբ կարծիք ունենալ։ Դու անցակից ես, դա կարծիք ունենալուց տարբեր է։ Ինչ է դու ով ես ու կարծիք ունենալ, ոնց կարելի է մանկասպանի նկատմամբ կարծիք ունենալ։ Այ մենք ենք թերացել։ Մենք թերացել ենք։ Դրա համար իրանք շատ են երևում։ Այ որովհետև այս կարգի սկզբունքայնություն չի ցուսաբերվել նրանց նկատմամբ։ Սրանց ասել են, դե լավ, թողեք, թող աշխատեն, դե հիմա ինչ անենք, ով է ծնվել միանգամից վարչապետի հմտություններով, ժամանակ տվեք, չի լինում այդպես, քանդեցինք մեր տունը, այդ տգետներին նաև լսելով։ Այսօր ուզում եմ բոլոր այդ իդիոտների աչքերի մեջ նայեմ, որ ինձ ասում են, ինչ ես ուզում իրանցից նոր են պաշտոնի նշանակվել։ Դե այլ բացատրեք տխմարների, որ մենք փորձարարական դաշտ չենք ստեղ, մենք առնետ չենք, որի վրա կարելի է փորձարկումներ իրականացնել։ Որովհետև ասում եմ, պտուղը միանգամից երևում է, էգու որսը միանգամից երևում է, ոչ էգա, ոչ որսա։ Դուք ոնց կարող եք սրանց ասել, թողեք, թող աշխատեն, բա ուր է այդ թողելու ժամանակ տալու պատասխանատվությունը։
Ես նորից կրկնեմ, իմ ամբողջ հասարակական գործունեության ամբողջ ընթացքում ի սկզբանե մի հատ բանաձև եմ ունեցել, որ ռաբիզը չի մեղավոր, ճակերտավոր եմ ասում ռաբիզը, այսօր արդեն նույնիսկ ռաբիզը չի, լկտիությունը չի մեղավոր, որ ինքը շատ է, այս կարգի մարդիկ են մեղավոր, որ իրենք քիչ են ու լուր, այս սա է, սանձարձակել այդ տականքների, որ իրանք արդեն կարծիք ունեն իրանք, ոչ, դուք պիտի լռեք ու լսեք, սովորեք կարծիք ունենալուց առաջ հիմար Երևանը ամոթ էր, այսօր հիմար Երևանը արդեն ամոթ չի, որտեղ գերագույն գլխավոր հիմար ունեն, որ ինքը չի ամաչում։ Այսօր Հայաստանում կարելի ասել ես թուրք եմ ու չամաչել դրանից, որտեղ ինքն է դա անում։ Այո, դուրնոյ պրիվեր ասում ես զարազիցել են։ Հենց սա է դա արդյունքը։ Եվ լռելու արդյունքն էլ եղավ, ինչ որ եղավ։ Լռողներն են մեղավոր։ Ես ոչ մի լռողի չեմ ներում, հակված չեմ ներել, որտեղ ես հասկանում եմ լռության հետևանքներն ինչ են։ Թող մի հատ քարել ձեր ուղությամբ գնար, թող մի հատ բանել ձեր գլխին կպներ, թող մի հատ բուտ բանովել ձեր գլխին խփեն, ինչի մեր գլխից լավն է ձեր գլուխը։ Եթե դուք ուզում եք երկիր ու միջավայր ունենաք, ձեզ արժանի, ուրեմն պետք է պատրաստ լինել նաև դրան, որտեղ այսօր չես անում, վաղ ավելի է խորանում, կամ էլ են ինչ որ հիմա կատարվում է շատ, ձեզ արժանի է։ Դա Իսի բաներ, ես չգիտեմ YouTube-ը թողեց տեքստը լսեք, թե չէ, դեպս ես թարգմանեցի։ Եկել այս ֆոնի վրա տեսնում եմ, որ Նյու Յորքի քաղաքապետը հրաժարվել է իր բարձրացված աշխատավարձից, որը բարձրացվել է մինչև 305,000 տարեկան, որը ասենք քաղաքն է հաստատել էլի, ինքը չի հրաժարվել է։ Բա 18% բարձրացել է իր աշխատավարձը։ Ինչպես պետական աշխատանքների բոլորի աշխատավարձները Նյու Յորքում ունեն։ Իմ իմանալով տենց է։ Հրաժարվել է մարդը։ Դե արի համատի, արի այս բանի մեջ, համադրության մեջ։ Նայի ընդունի, որ ինչ որ կատարվում է քո երկրում նորմալ է, եւ դա նորմալ համալողներն են նորմալ չէ։ Նորմալ չի եւ այդ նորմալ համալողներն են նորմալ չեն։ Ես ամեն օր եմ այս կռիվը տալի։ Մարդկանց, որոնց ճանաչում եմ, մարդկանց, որոնց չեմ ճանաչում, մարդկանց, որոնք հալազատ են եղել ժամանակին, չէ ու չէ, այս ամեն ինչը նորմալ չի, եւ սա նորմալ համալողներն են նորմալ չեն բնականաբար, որտեղ հենց իրանց ձեռքով է ալվում այս ամեն ինչը, ես իրանց համաձայնությունով է, թողտվությունով է ալվում այս ամեն ինչը, եւ դու չես կարող համաձայն լինել, աջակցել ու ներվել, որ քեզ ասում են հանցակից։ Չէ, դու հենց հանցակից ես, որտով կատարվում է հանցագործություն։ Դու ոնց կարող ես աջակցես հանցագործությանը ու հանցակից չլինես, չի լինում նման։ Իսկ հիմա լսենք մեր ընկերոջը։ Դա որ հիմի ամեն մարդ այդ է ասում, էլի, որ ամեն մարդ ասենք թող մտածի իր վրա, որ կարող է թորս լինել, կամ հարևանի երեխային, կամ թորը։ Բայց ծնող են, չէ, մտածում ենք այդ ամեն ինչի մասին։ Բայց ասում ո՞ս կնի։ Դուք ուշադրություն դարձրեք այս զրուցարան, հա, հայերեն բեսեդ կեն ոնց է։ Տեսեք որ ճաղապատեցինք վրաս։ Ինչի։ Որը չգաս թե նստեն կողմնակի մարդիկ զամոք են կախել։ Ողբեկը կախել են, որպեսզի կողմնակի ուրիշ մարդիկ չգան մտնեն ստեղ։ Ժամը 3-ը ստեղ։ Ղլը բլը բազարու բազար։ Են տեղի աներ սպրիշներ տո եսին։ Ձեր պետք զրուցարանում։ Ստեղ դրաբար բռին կագեցինք։ Ինչ հայանքներ, ինչ է։ Երեխեք ունենք, բան ունենք։ Կանայք ունենք, վերջապես։ Գնացինք միջև քաղաքապետարան բողոքել ենք, բան ենք արել։ Չեն թողում փագեն։ Դու Մենք էլ վեկալեցինք սենց ցանցային բան ասացին մեր ուժերով։ Գնացեք փագեք։ Մենք մեր ուժերով տես բերինք, այս կրիշնել փոխենք, սաղ ներկինք, սարքենք։ Մենք բալանիկ որ բացում ենք, մեր ժողովուրդը թող նստեն։ Իրանց համար Շարու փորձանքից հեռու մնալու քայլեր են։ Ամենակարևորը որ չեն հավաքում, ուշքա չեն ելնում ստեղ։ Խմում են, որ տնաս է սեղանները սա պիվա ու են ինչա, Red Bull-ա ինչա։ Սենց լծած ստեղ։ Դա մենք պետք է հելնենք։ Աղջիկ երեխեք, նստած նագոլկա են անում, դեղ են անում։ Ոնց ասես։ Դա համար փագեցինք էսի Որ մեկին հարց եմ տալի ասում եմ առավոտվա ժամը այդպես 10-ից ստե է։ Ինչ է, գիշերվա ժամը 1-ը, 2-ը։
Ասում հեսա այդամ կենքաս ասի լարսին ասեմ մի հատ ռասկլադուշկա ունենք։ Բերենք ասում չի ամր։ Ասի քանից է էլեցպես դուրի չանես մեր գուժան Աղջիկ է։ աղջիկ երեխեք։ Որտեղ Ուղղակի ամոթ է, էլի ամոթ։ դեպքում դաստիարակություն չկա։ Ում ասես բերեցին։ Ուժել է ծանող չունի, ուժել է հեր չունի, հա, Բաքու երեխան առօրից դուսնա։ Էլամոտ չի։ Էլամոտ չի։ Սա կոչվում է Նիկոլիդար, սա այդ կրակոցների տարածքում է։ Օր չկա մենք նման բան չլսենք։ Այսօր միջադեպ Բուդասանի փողոցում դի է հայտնաբերվել։ Ինչ են կարդում։ Հուլիսի 18-ին, 21-18-ին, մի խոսքով դեպքի վայր է մեկներ, դա կարևոր ով է գնացել, ով է եկել, դա ընդհանրապես էական չի։ Կարող ջիկլասով մեկին սպանել են, նա կողքը գցած դիակա։ Այսօր գերեզմանոցներում էլի տեղը մոռացա։ Դիակ են գտել, անդամը հատված, ձեռքերը, ոտքերը կտրտված։ Զգում եք ընտրություններից հետո ինչ է կատարվում Հայաստանում։ Օր չկա, ոնց որ sense օրվա զբաների պատվեր լինի, որ օրը մի քանի հատ հանցագործություն պետք է լինի, ընդ որում սպանություններ, կրակոցներ, մարդասպանություններ։ Զգում եք ինչ է կատարվում երկրում։ Ժորժ ջան, այս ամեն ինչը անհետևանք չէր կարող անցնել։ Ես այսօր մի պահ իմ գրքի վրա, այս գիրք չէ, նյութի վրա աշխատելու ժամանակ, որը շուտով կներկայացնեմ բոլորին, ես պատկերացրեցի այդ օրինակների վրա ինչ է կատարվում Հայաստանում։ Ես պարզ ասեմ, չգիտեմ ովքեր են մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից, ցանկացած բանը, խոսք, էներգիա, միտք իր հետևից ֆանտոմներ է թողում։ Ես հիմա կարող եմ քիչ ֆանտաստիկ ժանրից եմ խոսում, ֆանտոմ հետք։ Գենը վերցա տեղից տեղ տեղափոխի, նույնիսկ հետ կա թողում։ Մարդը տեղից տեղ տեղափոխվում է, իր հետքը մնում է, ֆանտոմները մնում է։ Էներգիան ֆանտոմ է թողում, հետք։ Խոսքը ֆանտոմ է թողում, աղոթքը ֆանտոմ է թողում, չար խոսքը։ Ամեն ինչ տեղաշարժվեց, ինչ շարժվեց, միտքը, կարծիքը, ամեն զգացմունքը հետ կա թողում։ Մեկ էլ ես այս բաների բացատրությունների ֆիզիկական բաներն եմ նայում, դրա ապացույցներն եմ նայում, խտությունն եմ նայում երկրի վրա, մեկ էլ միտքս Հայաստան անկավ։ Ասի եթե այս ամեն ինչը հետքը իրեք թողում է, դա թողում է, դա նկարվում է, արդեն կա էլի փաստերը։ Հիմա Հայաստանի վրա այս ինչ է կանգնած, դուք պատկերացնում եք, քֆուրի ամպի ֆանտոմ է կանգնած, անեծքի, քֆուրի, ժո, այդտեղ զարմանում եմ ոնց է դեռ ինչու մի բան աճում։ Ես վստահ եմ աշխարհում ոչ մի տեղ այդքան խտացված նեգատիվ էներգիա չկա իր հետևանքներով, ինչքան Հայաստանում։ Այս սպանություններն էլ վրադիր։ Ես կարծում եմ նույնիսկ այս սպանություններն է դրա հետևանքները։ Ատելության այս կարգի մթնոլորտ, որ Հայաստանում է ձևավորված։ Այսօր ինձ էին մեղադրում ատելության խոսք տարածելու համար։ Որ ասեմ Նիկոլա դրողները բոլորը հանցագործ են, ասեմ տղա ջան, սա ատելության խոսք չի։ Սա փաստի արձանագրում է։ Եվ չես նկատել, հա, Հայաստանում թիվ 1 ատելության խոսքը տարածող ով է։ Բոլոր հնարավոր մեդիաներով, պետական ռեսուրսներով հանդերձ։ Առաջին ամբիոնից սկսած։ Իսկ կարքի ապուշ կարելի է լինել։ Ես չգիտեմ ինչքանով կարողացա բացատրել վտանգները այն ինչ որ կապված է, սա արդեն քաղաքականություն չի, սա զուտ ֆիզիկա է։ Այն հանգամանքը, որ մեկը չի պատկերացնում դա ինչ է, դա չի նշանակում, որ դա չկա, դա կա։ Ես ուրիշ բաների վրա էի նայում, ուսումնասիրություններս դրում ուրիշ տեղից, մեկ էլ մի պահ գնացի Հայաստանի վրա։ Իսկ հիմա տեսնենք նույն բանը, որ տարիներով իրականացվել է Ռուսաստանում, այնտեղ ինչ է կատարվում։ Մի հատ նայենք։ Бензина в стране нет! Мы эту нефть сами добываем, Пошли
Пошли, пожалуйста. Пошли, пожалуйста. А? Пошли. Ну что вы тут? Очевидно совершенно, что противник стремится нанести ущерб экономике, но самое-то главное, стремится создать нервозную обстановку в обществе. Мы с вами понимаем, что эта задача невыполнимая. Как понять, нет бензина? Мы эту нефть, бля, у нас она, сука, землю разобьешь, нефть выливается. Как понять, нет бензина, бля? Սա մի կողմ։ Մի հատ տեսնենք ինչ է կատարվում վերևներում։ Ու սա արդեն վտանգավոր է։ Вы, гребаная элитка, определитесь, с кем вы. Вы действительно элита? Как многие люди, работающие на обороноспособность нашей страны. Լավիովն արդեն էլիտային է հայոյում, որոնք աշխատում են անվտանգության համար երկրի։ Արդեն հայոյում է։ Или вы реалии, продажные, жалкие, ничтожные твари. Российский оккупант, оказавшись под прицелом украинского дрона, Մի խոսքով։ Եվ իսկ սա ամենա հետաքրքիրն է։ Սա Գուրուլովն է։ Գուրուլով, գեներալ Գուրուլով, ամենաուժեղ պուտինիստը, որ լսեք ինչ է ասում։ Это позор. Натуральное предательство государственных интересов. Мы дожили до того, что противник засыпает наши города дронами гуще, чем мы его. Это как понимать? Где наши заводы? Где наши ответки, о которых трубили из каждого утюга? Ասում ես ինչ է կատարվում, ասում մենք մեզ ավելի շատ են ռմբակոծում կամ մենք։ Որտեղ են գործարանները, որտեղ են մեր պատասխանները դրանց, որի մասին խոսում էր բոլոր տեղերից։ Ովքեր են խոսում դրա մասին։ Պուտինիստները։ У нас небо проходной двор. Это системный провал всей системы ВПК и ПВО. Սա ասում է համակարգային փաստորեն ցախողումը եւ հակաօդային պաշտպանության համել զենքի արտադրող գործարանների։ Мы обязаны признать, инициатива упущена. Хватит делать вид, что ничего не происходит. Либо мы переходим на военные рельсы по-настоящему, либо этот беспилотный дождь станет для многих фатальным. Chúng պետք է հասկանանք, որ ժամանակը կորցրած է, կամ մենք անցնում ենք այլ մեթոդների, կամ էլ այս պատերազմում մենք հաստացի տանուլ ենք տալի։ Եվ մեկ էլ իմանում ենք, Путин отдал приказ по ядерным силам. Помощник Патрушев объявил это публично. И теперь тон разговора меняется полностью. По словам Патрушева, морские ядерные силы России переведены в состояние полной боевой готовности. Причиной он назвал новые угрозы. Первое. Մեխոսկով։ Եվ օգտագործում են վերջի ստրաշիլկեն, վերջի վախեցնելու ձևը, խոստովանելով, որ բան չկա, նավ չկա, բենզին չկա, օդային պաշտպանությունը բրծել է, չկա, համակարգային լրիվ կոռուպցիան քանդել է երկիրը, չկա, ոչ մի բան չկա, բռնելու տեղ չկա, ինչ է մնացել, մի հատ միջուկային զենք։ Հիմա արդեն վախեցնում է միջուկային զենքի օգտագործման։ Ամենա լրջության, որովհետև մի բան պետք է անի, չկա։ Կամ ինքը օգտագործում է միջուկային զենք ու արագ վերանում է Ռուսաստանը, կամ ինքը չի օգտագործում միջուկային զենք, ելի արագ վերանում է Ռուսաստանը, որտեղ այս հարցը պետք է ինչ-որ ձևով լուծվի եւ Ուկրաինան շնչելու տեղ չի տալի, որ այդ լուծվի։ Բայց մյուս կողմից գալիս է ելի փրկելու Ռուսաստանին, ով Զելենսկի։ Ուկրաինայում հազարավոր մարդիկ ցույց են դուրս եկել մեր պաշտպանության նախարարի պաշտոնանկությամբ։ Ինչ է կատարվում այս քանի օր Ուկրաինայում ու ժամանակ չի լինում ես ամասին խոսեմ։ Վերջին 6 ամիսներն էլ կարծեմ 6-7 ամիսներին նոր պաշտպանության նախարար այս ինչ որ կատարում է Ռուսաստանի հետ, այս ծնկի բերել է, հիմնականում կախված է այդ նոր պաշտոնյա Միխայել Ֆյոդորովի նշանակման հետ։ Ու Զելենսկին հանում է։ Զելենսկին հանում է։ Սկանդալ։ Շատ վատ է Ռուսաստանի վիճակը։ Իրա պետք չի որ Ռուսաստանը քանդվի։ Ես քանի տարի է կրկնում եմ այս մի բանը։ Ու Զելենսկու պետք է պատերազմը վերջանա։ Ոչ էլ բանի։
Պուտինին։ Իրենց հավերժ պատերազմապետ մնան իշխանության։ Ով խանգարում էր իրեն ընտրությունների համար, հա, այսինքն դա բաններ, Զարուժնիներ, ասենք պոտենցիալ ղեկավար չկարողացան համոզեն, որ Չինքն առաջադրվի, սպանեցին նրան, ով հովանավորում է Զարուժնուն։ Հիմա չեն կարողանում համոզեն, որ այս գեներալը պաշտպանության նախարարության հրաժարական տա, հանում է ուղղակի։ Հանում, որովհետև իր գործողությունների պատճառով իրոք ծնկել է Ռուսաստանը, արդեն երբ քանդվել է, ակնհայտ է։ Եվ ինչ անում այդ ժամանակ։ Ոչ թե սեղմում են գազին, որ վերջնականապես քանդեն, վերցնում ու հանում է այդ պաշտպանության նախարարին Զելենսկին։ Որ անկարծ Ռուսաստանը չպայթի ներսից, որովհետև այս ամեն ինչը իրոք վտանգում է Ռուսաստանի գոյությունը։ Թվում է, թե ինչ ավելի երանելի բան կարող է լինի ուկրաինացու համար, քան Ռուսաստանի վերանալը, քանդելը, չէ՞։ Ու քանդողին այս ամեն ինչը կազմակերպողին այս վիճակին բերողին հանում են աշխատանքից։ Ուկրաինացիներն արդեն հոգնել են այս վիճակից, իրենք շատ լավ հասկանում են։ Շատ լավ են հասկանում։ Ես քանի օր մեծ ընդհանումներ եւ մեծ ցույցեր իրականանում Ուկրաինայի ամբողջ տարածքով։ Եվ ինչ է կարծում, ինչով կավարտվի սա։ Եվ արդեն հանել են, եւ ուրիշին են նշանակել։ Ինչ որ Եվգեն Խմարային է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ Ես կարծում եմ հերթական Մայդանին ենք մենք ականատես լինելու, որը գիտեք ինչով է վատ, Ռուսաստանի ժամանակ է տալիս իր հարցերը լուծելուն։ Այ ամենավատը սա է։ Մինչդեռ Ռուսաստանը դեռ 3 տարի առաջ պետքա պարտված լիներ, պետքա Պուտինյան Ռուսաստանի իշխանությունը փոխված լիներ։ Այն ժամանակ Հայաստանում հարցերը այլ ձև կարող էին լուծվել։ Բայց չէ։ Ձգել ու ձգում են, որովհետև դուրս չեկավ Զելենսկուն, թե ինչի պետքա Ղրիմում արդեն կամուրջները ռմբակոծվեն, մարդիկ վախից դատարկեն Ղրիմում բենզինի դեֆիցիտ լինի, մի խոսքով, այն ամեն ինչ ինչ որ կատարվում է, փոխեցին։ Նույնիսկ Շվեդը արդեն չի հասկանում, չնայած ինքս վաղուց է հասկացել, որ սրանք իրար նույն խաղն են խաղում, բայց հետևողականորեն չի խոստովանում։ Չնայած մեկու մեջ բերանից թռնում է, որ այս ինչ է ստուանում, ոնց դու Պուտինի նշանակած մարդը լինես։ Հիմա գանք մեր տարածաշրջանում, Իրան։ Ամերիկան վերականգնել է, դες 6 շաբաթ է ամբողջ 24 ժամ ռմբակոծում է Իրանը, եւ այսօր ռմբակոծել է ջրի մատակարարման կենտրոնը Իրանում, որը պատերազմի օրենքներով է արգելված, սա պատերազմական հանցագործություն է։ Բայց դա Թրամփը երբ ինքն չի հասկանում ինչ է պատերազմական հանցագործությունը, որտեղ մեկը իր վրա հոդվածներ կան, քրեական ինչքան ուզեք, իր իմպիչմենտը սանից առաջ չի գնում, հակառակ կարող է իր ընտրողի համար ասի, օխ, ես ինչ լավ եղավ, բայց մեկը ինքը սանով դառնում է Պուտինին, Նետանյահուին հավասար պատերազմական հանցագործ, որի միանգամից ի պատասխան Մոչ Թաբա Խամենեին ասում է Թրամփը ընդհանրապես ոչ ինքնարժեք ունի, ոչ էլ իր սոլարությունը։ Եվ բոլոր պայմանավորվածությունների տակից իրենց սոլարությունը հետ են կանչում եւ անցնում են հակահարձակման։ Եվ հութիները հայտարարում են, որ իրենք անցնում են ուղիղ Իրանի հրամայության տակ։ Վերջ։ Իրան գերագույն գլխավոր առաջնորդ Խամենեի հրամանատարության տակ են ասում։ Ինչ ասեց, այն էլ կանի։ Իսկ հիմա նայեք ինչ են անում։ Արդեն իրանական հակահարվածների արդյունքում բազմաթիվ Multiple American soldiers are confirmed dead after Iranian missile and drone strikes hit an airbase in Jordan overnight. July 17th, multiple Iranian ballistic missiles slammed one after the other, facing zero air defenses. As a result, the U.S. Central Command of the Middle East has Այս ամեն ինչում հետաքրքիրը որն է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինայում, ոչ Հորդանանում, ոչ Քուվեյթում, ոչ Բահրեյնում չկա օդային պաշտպանություն։ Սա ընդհանուր արդեն դեֆիցիտ է։ Չկա օդային պաշտպանության հրթիռներ չկան։ Եվ ազատ
Հիմա էլ Իրանը այդ տարածքները ուղղակի ռմբակոծում է։ Իսկ այս մասին որ հարցնում են Թրամփին ինչ ես կարծում, երբ ես դադարեցնել պատերազմը, քո ռազմապազաններում մարդիկ են մահանում։ Հա, ասում է, հա, շատ ցավալի է, բայց Իրանը պետք է միջուկային զենք չունենա։ Սա իր խոսքն է այսօրվա վիճակով, որն էլ ըստ իրանցիների պարզ ասում են կտենաս ընեց հակահատվածներ, որ երբեք միջև հիմա չես տեսել։ Այս ամենում գիտեք ինչ հետաքրքիր, ունենալ այսպիսի դիմադրողականության ռեսուրս, վճռականություն, քաղաքական կառուցվածք, տնտեսական կառուցվածք հարևան երկիր ու լինել այսքան ողբերգական իրավիճակի մեջ, ինչպես Հայաստանն է, հա, այն էլ ինքն է զորով կանչում իր մոտ, ասում է ես քեզ նավթավերամշակման գործարաններ տամ, ճանապարհներ եմ ես սարքում Հյուսիս հարավ, ռազմական պայմանագիրներ կարող ենք, դու կարող ես լինել անձեռնմխելի։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում, եթե Հայաստանը դառնա Իրանի հետ ռազմական համագործակցության գործընկեր։ Դա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանն էլ է հայտնվելու պատժամիջոցների տակ։ Ոչ, դա չի։ Ինքը դառնում է ուղղակի անձեռնմխելի։ Ամենակարևորը լուծումը էքզիստենցիալ հարցը Հայաստանի լինել չլինելու։ Իսկ ես հարց եմ տալի, չեք կարծում, եթե փետրվարին 20 թվականի Նիկոլ Փաշինյանը համաձայնվեր այդ նավթավերամշակման գործարանի կառուցմանը Մեղրդիում, կլիներ արդյոք պատերազմը Արցախում։ Ոչ, չէր կարող լինել, որովհետև Իրանը չէր հանդուրժի Հայաստանի հետ սահմանի ադրբեջանականությունը։ Մերժում են, այն ասես դե մերժում ես, թող անաները ինչ որ դու ես ուզում, կամքը քոնն է։ Հասկանում եք մեկի դեմս Փաշինյան Նիկոլի ինչ ունենք։ Թշնամի։ Այսպեսի մի բան կար։ Սա այն դատախազն է, որը մեղադրում էր Նետանյահուին ռազմական հանցագործ լինելու մեջ եւ իր նկատմամբ քրեական գործ են ուզում նախապատրաստել, որ ինքը սեռական ոտնձգություն է գցել, իրականացել մի կնոջ նկատմամբ, եկել է լսման օրը եւ կինը հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց։ Չկարողացան։ Այնպես որ մնացին հանցագործի կարգավիճակում։ Իսկ սա մեր Դեն Բիլզելյանն է, որը առաջադրվում է կոնգրեսում եւ իր մասնակիցները հрьяաներն են։ Ինչ է կարծում։ Ում պետք է ընտրել հարգելի ամերիկացի մեր հայրենակիցներ։ Այս 26 թվականի ընտրությունները լինելու են պատմական շրջադարձ ամբողջ աշխարհի համար, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ 26 թվականն էս հրարեն ձիու տարին, ինչպես ես ասել եմ հունվարի 1-ին առաջին եթերի ժամանակ։ Սա պատմական աներևակայելի շրջադարձների տարի է լինելու։ Բայց մի հատ երազանք ունեմ, մի բան եմ ուզում, որ մենք 27 թիվը դիմավորենք հայկական պետականությամբ։ Այդ ժամանակ դա է ես երազում։ Հիմա է, որտեղ վտանգը չի վերացել։ Իսկ այս տեսարանը Գազայում է մեկ։ Սա Գազանը։ Մենք այս տեսանյութը լսենք, հուսով եմ էլի YouTube-ը չի արգելափակի, լսենք շատ տիպիկ է մեր օրվա համար։ Я растерялся. Во мне проснулся дед с материнской стороны. Он был неженка. Ասում ես շփոթվեցի իմ մեջ առաբան արթնացավ պապիկս մորական կողմից։ Ասում ինքան ինքը նուրբ մարդ էր, եւ ինչ էր ասում։ При малейшем несчастье замирал, ничего не предпринимал, надеялся на лучшее. Когда при нем душили его родную жену любимую, он стоял возле и уговаривал: потерпи, может, обойдется. Ասում ինքան նուրբ մարդ էր, ասում երբ որ իր ներկայությամբ իր կնոջը խեղդում էին, ինքը խորհուրդ էր տալի, կնոջը ասում էր դիմացի գուցե անցնի ինչ-որ միցև։ Այս կարգի ասում ենք նուրբ տղամարդ էր, եժենկա։ Բա ինքը ասում է, որ խառնում եմ իմ մեջ արթնանում է իմ մորական պապա, որ ասում է
այս կարգի մարդիկ։ Հիմա չեք զգում նմանությունը։ Խեղդում են մարդուն մեզ։ Մարդիկ ասեն, մի քիչ սպասենք, կարող է ելին անցնի։ Կարող է, գիտեք։ Իսկ ինչ եթե չանցավ։ Ես հարցը մեկ իրան տվել է, որ ուզում է սպասենք։ Որովհետև այ մի քիչ սպասենք, Աստված կտա, լավ կլինի, հələ տեսնենք, ժողովուրդ, չի լինում այդպես։ Իրան ոչինչ չի փոխվում։ Ինքնաբերաբար ոչինչ չի լինում։ Եվ այս տեսակը, որի առաջ կան չխեղդում են ինքն ասում, մի քիչ դիմաց է, էլի կարող է ելնի ասի։ Ասում կա, միշտ եղել է։ Բայց դա չի մխիթարում։ Դե ես իմ ժողովրդին ուրիշ ձև եմ պատկերացնում։ Ծրագրեր էր անում, ծնելիությունը բարձրացնում։ Ես թաղեմ իրա ծրագրերը։ Ինչ ծրագրեր։ Ընտրատարած բանի ընտրության ծրագրեր էր անում ինքը, ուրիշ ոչինչ, որ ինքը նորից աթոռը գրավել։ Այդքան բան։ Նա ոչ իրա ծրագրերից որ մի բան ցույց տվեք։ Մի լավ բան արեք օխեք աշկս։ Ես ասեմ, էս մի լավ բանն արել է, որ մի լավ բան։ Ծրագրեր էր անում, Ես եմ ուզում իր հետ նայենք։ Մեր հայույնը։ Ես այս երեկո ձեր համար կնվագեմ Շողեր ջան, Կոմիտասի միակ երգերից մեկը։ Կոմիտասը գրել է այս երգերը։ Կես հայ, կես ֆրանսիացի։ Նայեք մեր փրկությունը որտեղ է։ Որովհետև ինքը գնում էր աննկատ գնում էր։ Աննկատ գնում էր։ Ժողովրդի մեջ մտնում էր։ Ջանա։ Լսում էր ով ինչ էր երգում։ Բա։ Իր թուղթուգիրիչը վերցնում էր եւ սկսում էր նշումներ անել, ով ինչ էր անում։ Հասնում էր իր տուն, նստում էր եւ իր ձևի մեշակում էր։ Դրա համար է կոչվում Կոմիտասի երգերը ժողովրդական երգ։ Ես այսօր ձեր համար կնվագեմ իմ ամենասիրած երգերից մեկը՝ Շողեր ջան։ Ասեք որ հրաշք կա։ Կես ֆրանսիացի, կես հայ։ Լազում է գործիքը չմոռացավ։ Չգիտեմ, եթե մեկը ճանաչում է այս երեխային, անպայման գրկեք, իրան էլ գրկեք իմ փոխարեն։ Ես իրանց մեջ եմ տեսնում էր ապագան, այս երեխեքի մեջ։ Այս հրաշքների մեջ եմ տեսնում։ Այն որ ինձ ասում են, մեկը լիներ մեզ միավորել, առաջնորդ չկա, բան չկա, հա դուք հասկանում եք, որ մեր երեխեքը մեզնից մի չելենջ են դրել, այս դեններս։ Իրանք մեզանից առաջ են ընկել, իրանք իրանց ապստամբությունը անում են, ասում են դուք մեծերով դեռ մտածում եք ինչ անեք, այս երեխեն իր արդեն կոնցեպցիան գրել է, այս երեխեն, այս մյուսը Ֆրանսիայում լինելով կես ֆրանսիացի, կես հայ, արդեն իր կոնցեպցիան անեց գրել փոխանցում մեզ, այս բալիկը ստեղ Չարենց Բրես Մարտոցը տայերն է կրում Մոնթեր Կոմիտաս Այս երեխեքի իրանց արդեն օրակարգն են մեզ թերադրում, մենք մտածում ենք, ոչ թե իրանց օրակարգին տեր լինենք, մտածում ենք մեկը գա, մեր օրակարգին տեր լինի, հատ ինչով չգիտեմ, էլի հատուկ շորերով, հատուկ կոչումով, մեկը պետք է գա Սասունցի Դավիթի նման, մեր օրակարգին տեր լինի, չի լինում այդպես ընկերներ ջան, այս երեխեքի հույսը մենք ենք, մենք էլ երեխու նման ուրիշի վրա ենք հույս դնում,
Իրանք արդեն ապստամբության դրոշը սենց բարձրացել են, այ սենց ինքը ապստամբության դրոշը բարձրացել է երեխեն։ Հայրենատիրության դրոշը բարձրացել, այս ժպիտով ինք իրան սենց արդեն նկարել է։ Ու սա իրականանալու է, թող ոչ մեկ չկասկածի։ Ինքը պետք է վերադառնա իր հայրենիք, իր քաղաք, մեր հայրենիք, իր քաղաք, նստի սենց ու նկարի, այ սենց նստի ու նկարի ինք իր տատիկն ու պապիկը։ Վերջ ինքը քաղաքական օրակարգը սահմանել է։ Եթե մենք որպես ծնող, որպես ավակ արժանինքներ ունենք, ուրեմն պետք է այս երեխեքի երազանքը իրականացնենք, որ մեր երեխեքը աշխարհի բոլոր տեղերում մաշտոցիներ իմանան, մոնթերիներ իմանան, կոմիտաս նվագեն, նկարեն իրենց հայրենիքը, ոչ մեկ իրաց չասի դու դա իրավունք չունես անելու, որովհետև հիմա արդեն սկսել է, դու չունես իրավունք էս անելու, չունես իրավունք այն անելու, չունես էս։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել մեր երեխեքին ու մեզ ասել ինչ իրավունք ունենք։ Կարող է մենք ենք այդ իրավունքը տվել, ես թվում է հենց մենք էլ տվել ենք այդ իրավունքը։ Չենք հասկացել ինչ ենք անում, ինչա։ Այս վերջի տեսանյութը նայենք։ Սրանք ես մեր հերոս քույրերն են, որոնք զոհվել են էլի այս երեխեքի նպատակներն իրականացնելու համար, մեր ընդհանուր նպատակներն իրականացնելու համար։ Մենք անդադ տղաներից ենք խոսում, մոռանալով մեր կանանց։ Մենք մեզ հրաշք քույրերին, ոնց կլինի տենց։ Ոնց կարող ենք մենք այս մարդկանց զոհաբերությունը շպրտել ջուրը, ինչ իրանք չեն կարա իրանց սիրուն գեղեցիկ արժանի կյանքով ապրեին։ Անչի քանակերցի կյաժը չէր կարա իր քանակերով հանգիստ ապրեր։ Իսկ այսօր իր քանակերով մարգելում են Արցախանուն ասել երաշտական դպրոցում։ Չէ, ժողովուրդ ջան, այսօր մի քիչ մտածում ես մեզ ներելի չի սա։ Իրոք ներելու չի, ես որպես հայ մարդ եմ ասում, հայ տղամարդ։ Ես սոսկալի վատ եմ զգում սրա։ Որովհետև ցանկացած տղամարդ պետք է վատ զգա, եթե իր ընտանիքը վտանգի տակ է, ինքը չի կարողանում ոչինչ անալ։ Շատ ժամանակ նույնիսկ չի ուզում ինչ որ ոչինչ անալ։ Ու տես այդպիսիները կան։ Իրանք չեն ուզում որևէ բան անել, սպասում են որ դրսից պետք է գա անողը։ Այ իդեպ դրսից ցանկացողներն էլ ասում են ինչ գործում ես է։ Այսօր ինձ ասեցին, ինչ ասեցին, մեր մոտ ամեն ինչ խաղաղը հանգիստը այս երկիրը տեր ունի։ Լուրջ։ Լուրջ։ Բա որ դու ես այդ երկրի տերը, բայց այդ երկիրը խի է չէ։ Կարող է դու պատասխանը տաս այդ դեպքում։ Չգիտեմ, ժողովուրդ ջան։ Պետք է մի բան անել։ Դե որոշումը մերն է, գործողություններն էլ մենք մեկ որոշենք ըստ մեր հնարավորությունների եւ ցանկությունների։ Անհատական որոշումը ամենից սկսում է մեր ընտանիքներից, մեր երեխաներից, մեր պատասխանատվության չափից, բեռից, որ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել։ Գոնե մի բան պետք է անել, որ մենք ընդհանուր հավաքական մի հատ արդյունք ունենանք։ Թե չէ, չէ, շոկ չէ։ Թե չէ Նիկոլներն են հաղթելու։ Նիկոլները չէ, կներեք, Շարիկովներն են հաղթելու։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։